Որքանով է նշանակալից այս համագործակցությունը, պարոն Մեհրաբյան։ Սա պատմական նշանակության իրադարձություն է, որը տեղի ունեցավ եւ ինքնին այդ Գերմանիայի հետ մեր այս նոր մակարդակի հարաբերությունները տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որն արձանագրվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։ Այն է այդ նոր ռազմավարական օրակարգը, որը մենք ստորագրել ենք ի հավելումն արդեն այն իրավապայմանագրային բազայի, որ ունենք Եվրամիության հետ, եւ Գերմանիան էլ այո, որպես Եվրամիության առաջատար տնտեսություն եւ առանցքային դերակատարություն ունեցող պետություն, այո, այսպես զուգահեռում է իր մոտեցումները համաեվրոպական մոտեցումներին, ասեմ նաեւ, որ առաջիկայում Հայաստանը եւս մի քանի եվրոպական երկրների հետ ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերությունները բարձրացնելու փաստաթղթեր կստորագրի, այդ թվում Ֆրանսիայի հետ, Հունաստանի հետ, դրանք գրեթե պատրաստ են, ուղղակի սպասում են պատեհար։ Գերմանիայում պարոն Մեհրաբյան Նիկոլ Փաշինյանը փաստորեն լրագրողների հետ զրույցում առաջարկ արեց Ադրբեջանին, այն է զուգահեռաբար փակել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ արցախցիների վերադարձի թեման։ Հիմա սա տարբեր գնահատականների արժանանում, օրինակ Սամվել Բաբայանը սա համարում է հերթական վտանգավոր գծի հատումը Փաշինյանի կողմից, ասում է այս երկու խնդիրները պետք չէր եւ չի կարելի նույնականացնել, որովհետեւ արցախցիները տեղահանվել են եւ այդ հորինված Արևմտյան Ադրբեջան կոչվածի հետ իրենք համարժեք չեն։ Դուք ինքնին այս հայտարարությունը ինչպես կգնահատեք։ Բայց սրանք նույնական չեն այս հայտարարությունները, էլի, այս երկու թեմաները։ Փաշինյանը չի նույնականացնում, երբ ասում է դուք փակեք Արևմտյան Ադրբեջանի թեման, մենք էլ արցախցիների վերադարձի։ Փաշինյանի ասածը նույնականացման դաշտում կարելի է նույնացման դաշտում կարելի է դիտարկել միայն այն հարցի հետ կապված, որ անհրաժեշտ է խուսափել հայտարարություններից, որոնք թունավորում են, առանց այդ էլ շատ փուխր եւ այսպես զգայուն այդ զրոյից բանակցությունների կառուցման գործընթացը, որին ձեռնամուխ են եղել Հայաստանը եւ Ադրբեջանը։ Իսկ դրանից այն կողմ արդեն պարզա որ խոսքը գնում է տարբեր բաների մասին։ Հայաստանի իշխանությունները այո կարող են ասել, որ մենք չենք խոսում այդ հարցի շուրջ, բայց որևէ մեկը արցախցիներին չի արգելում այդ ամենը բարձր ձայնել։ Այդ թվում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով միջազգային դատարաններում Հայաստանը անդամագրվել է, չէ, այդ Հռոմի ստատուտը ստորագրելով Հաագայի միջազգային քրեական դատարանին։ Այո, Հայաստանին այսօր պետք է, որ այդ թունավոր թեմաները բան չխոսի։ Դժվար է հասկանալ։ Հայաստանին պետք է, բայց Ադրբեջանը արդյոք ընդունի առաջարկը։ Ներողություն, Ադրբեջանն էլ եթե չի ընդունի, իսկ Ադրբեջանն ավելի շուտ չի ընդունի, դա որևէ ձևով մեր օրակարգի վրա չպետք է ազդի։ Դա մեզ է պետք ավելի շատ, քան Ադրբեջանին։ Մենք չենք Ադրբեջանին շրջափակել։ Մեկ։ Ապա շրջափակում ասվածը մեզ համար ունի այո կրիտիկական նշանակություն։ Հենց այն բանի համար, որ մենք դադարենք կախված մնալ Ռուսաստանից։ Ով որ սա չի հասկանում, ինչ ասեմ, ու պետքա նորից բացատրվի, չգիտեմ, բացատրեմ թե չէ։ Արցախցիների վերադարձը ես ճիշտ հասկացա, դուք համարում եք, որ դա անհատական խնդիր է, յուրաքանչյուրը կարող է իր խնդրով զբաղվել։ Կարող են միավորվել իրար հետ էլ զբաղվել։
Հա, բայց Արցախի ներկայացուցչությունում խուզարկություն է անցկացվում, այնտեղ այդ մամուլը գրում է, որ հնարավոր է փակվի այդ Ուրեմն ներկայացուցչությունը։ Շահրամանյանը օֆիս կունենա, թե օֆիս չի ունենա, ընդ որում իմ եւ ձեր հաշվին դա կապ չունի այն թեմայի հետ, ինչը մենք իրար հետ քննարկում ենք, որովհետեւ Շահրամանյանը ոչ մի բան է եւ նրա անունն է ոչ մի բան, հասկանում եք։ Դրա համար եկեք չխառնենք մեկը մյուսին։ Ես ուզում եմ հասկանալ այդ դեպքում ինչպես պետք է կազմակերպվեն այդ աշխատանքները, եթե անգամ ներկայացուցչությունը հնարավոր լինի փակել։ 21-րդ դարում հասանելի բոլոր միջոցները ոնց որ բոլորն են անում։ Եթե նպատակադրված, այլ ոչ թե նպատակադրված միայն թշվշալ կամ էլ թե չէ։ Մի հատ էլ Հայաստանի ներսում թունավոր խոսակցություններ դնել շրջանառության մեջ, այլ գործանելու համար 21-րդ դարը տվել է իդեալական հնարավորություններ ընդཐུպ մինչև արհեստական բանականություն, աստուծո կարակեք ու։ Պարոն Միրաբյան, Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է պետության եւ ժողովրդի շահը անձնական շահից վերդասել, ասում է մեր մոտեցումն այդպիսին է։ Եվ ես տեսա ձեր կուսակցության ղեկավարի պատրաստած տեսանյութը, որտեղ նա թվարկում էր Ռոբերտ Քոչարյանին եւ ընտանիքին պատկանող գույքը, իրականում մենք վաղուց գիտենք, որ այդ գույքը այնպիսի չափերի է, որ մեկ հաղորդման շրջանակներում այդ ամբողջը թվարկել հնարավոր չէ, այստեղ ինձ հետաքրքիր է պետական շահերին զոհաբերված անձնականի մասին է խոսքը, չէ՞։ Այո։ Չէ, ինձ գիտեք ինչն է հետաքրքիր, պարոն Մեհրաբյան, ինձ հետաքրքիր է, երբ Ռոբերտ Քոչարյանը այդպիսի հայտարարություններ է անում, նրա հույսը ո՞րն է, որ հայ ժողովուրդը միամիտ է, կարճ հիշողություն ունի, չի տեսնում Քոչարյանի գույքը։ Ես ճիշտն ասած չունեմ դրա բացատրությունը։ Դրա բացատրությունը կարող է ինքը տալ։ Ես կարող տպավորությունից բան անել, ինձ թվում է ինքը դեռ սովետական Ադրբեջանից դուրս չի եկել, էլի։ Ուրիշ տրամաբանություն ես չեմ գտնում իր ասացի մեջ։ Ասենք ում համար է ասում դա, էլի։ Հենց դա է, ընտրությունների շեմի, բոլորս էլ հասկանում ենք, որ անհասկացողի տեղ դնում։ Չէ, չի կարելի հայ ժողովրդի մտավոր ունակությունները այս աստիճանի թերագնահատել, էլի։ Չի կարելի ուղղակի։ Դա քաղաքականությամբ զբաղվող կամ դրան հավակնող մարդու համար դա ուղղակի քաղաքական ինքնասպանություն է։ Ընդհանրապես ես սա կարող եմ ասել, իսկ ես չեմ համարում, որ ես պետք է իր խորհուրդներ տամ, ինչ անի, ինչ չանի, որովհետև ցանկություն էլ նույնիսկ չունի։ Չէ, խորհուրդների մասով չի հարցնում, ինձ պարզապես հետաքրքիր է մեր հանրությունը այս նախընտրական շեմում, երբ ամեն մի գործիչ փորձում է իրեն այդպես պետության եւ ժողովրդի շահից ներկայացնել, արդյոք կկարողանան ճիշտ կողմնորոշվել, ճիշտ ընտրություն կատարել, այո, մեր հանրությունը։ Կասկած չունեմ, բայց ամեն ինչը թողնել հանրության վրա պետք չի, այստեղ պետությունը, հանրությունը հարկեր է վճարում պետությանը, որ այո, պետության ֆունկցիաներից բխող մի քանի հարցեր լուծի ինքը պետությունը, ոչ թե ասի, դե դուք քանի որ գիտակից եք, հա, եկեք ես ոչ մի բան չանեմ, բայց հարկերը տվեք, չէ, դա չի լինում։ Որովհետև հարց է, եթե մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանն ինչու հարցազրույց կամ ասուլիս կամ չգիտեմ ինչ էր հրապարական ելույթներ ունենում, այլ ոչ թե ցուցմունք։ Եվ այլն։ Բազմաթիվ պատճառներով, բազմաթիվ հանցակազմերով ձեր իրավաբանները չեն կարողանում այդքան բան իմի բերել, դուրս շպրտեք այդ իրավաբաններին ուրեմն։ Դրանք դարմայեդներ են, դրանք իրավաբաններ չեն ուրեմն։ Եթե 7.5 տարի է, ասել չեն հասկացել ինչից հետո է։ Դրա մասին է խոսքը, պետությունը անելիք ունի այստեղ։ Հենց դրա համար եմ հարցնում։ Իսկ հասարակության գիտակցության վրա չկասկածեք։ Նույնիսկ եթե կասկածում է ինքը անձամբ Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Մեհրաբյան, մեր սիրելի թեմային անդրադառնանք ռուսական ուղղությամբ։ Ուշակովն է կարծես թե նեղվել, որ ԱՊՀ
ֆորումում բոլոր պատվիրակությունների ղեկավարները, գրեթե բոլոր պատվիրակությունների ղեկավարները շփվել են ռուսերենով, բացառությամբ Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարների։ Ինչու են աղմկում, ինչու են այդքան ցավոտ տանում, եթե մենք մեր մայրենի լեզվով ենք շփվում։ Մենք մայրենի լեզվով չենք շփվում, մենք շփվում ենք միջազգային շփման լեզվով։ Թեկուզ անգլերենով, այո։ Կամ մայրենիով։ Այո։ Իսկ ձեր լեզուն ի՞նչն է դրա մեջ։ Կարող եք ասել։ Այդ ուշակովին եմ հասցեագրում, էլի որպես ինչ։ Պարզաբար պիտի ներվի, դա այդ կայսերական բորբոսով պատված ուղեղով մարդկանց մոտ կարծեք թե այլ աշխարհ ընկալում է, այլ պատկերացում սեփական լեզվի նկատմամբ, այլ պատկերացում այն բանի նկատմամբ, թե մենք պետք է իրենց լեզուն հանուն ոչնչի շարունակենք կարևորել։ Ասել, որ այլ թեմաներ չեն մնացել, որոնց շուրջ կարող են ներվել եւ հասել են լեզվի։ Ձեր լեզվով ինչ կարելի է հայհոյել։ Ձեր լեզվով կարելի է, ասենք, կարդալ ՌԻԱ Նովոստի կամ լսել Սիմոնյան Մարգո։ Ուրիշ ինչին է պետք ձեր լեզուն հիմա։ Կարող եք ինձ ասել։ Ոչ մի բան։ Մենք էլ հասկանում ենք, հասկանալով այդքանը, մանավանդ հասկանալով նաև, որ կա միջազգային շփման լեզու, որը նաև հիմա տեխնոլոգիական զարգացման, գիտության լեզուն է, տեխնիկական, բնագիտական եւ քաղաքական մտքի լեզուն է։ Այո, այդ լեզվով էլ միջազգային, այսպես, ոչ հայկական միջավայրում շփվելու համար կիրառում են մեր ներկայացուցիչները։ Եվ այստեղ ես կուզեի զարգացնել միտքը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր քաղաքացիներին օժտի կամ նպաստի օժտվելու այդպիսի կարողություններով քաղաքակրթության հետ շփվելու, որովհետև այն կարողությունները, որը գալիս է ռուսերենից, հիմա պետք չեն ավելի վատ։ Դա դարձել է Ռուսաստանից եկող այս չարորակ ազդեցության հաղորդիչը յուրովի։ Հետևաբար Հայաստանը պետք է այո կիրառի այն ինչ որ կիրառվեց Պորտուգալիայում 75 թվականին 1900, երբ Սալազարի այդ կիսաֆաշիստական դիկտատուրան ավարտվեց եւ Պորտուգալիան նորովի պետք է բացվեր աշխարհի առաջ, առաջի բանը որ արեցին, դա անգլերենի ուսուցման համընդհանուր ծրագիր բոլոր պորտուգալացիների համար։ Նույն բանը պետք է արվի Հայաստանում։ Այո, մեր հարկատուների վճարած հարկերից այս խնդիրն արժանի է, որ հատկացումներ արվեն դրա համար։ Դպրոցում դասաժամեր, դասատուների պատրաստում, հա, ասենք, նոր մեթոդաբանություն, այլ ոչ թե սովետի ձևով։ Երբ որ դպրոցն ավարտում էինք, 5 էինք ստանում, բայց առանց իմացության ավարտում էինք։ Հենց մեթոդաբանության մեջ է ավելի շատ խնդիրը ոչ մասնագետների, որովհետև մենք դպրոցներում անգլերենի ուսուցիչների խնդիր կարծես թե չունենք։ Դե բայց ունենք մեթոդաբանության խնդիր։ Դա էլ չեղածի հաշիվ է դառնում։ Դառնում է չեղածի հաշիվ։ Հուսանք անդրադառնալ։ Մարդիկ ինչու պետք է փող տան, ասենք ու մի տարվա մեջ անգլերենը 0-ից սովորեն։ Չէ, որովհետև կիրառվում է նորմալ մեթոդաբանություն, ժամանակակից։ Մինչդեռ դպրոցում սկզբից մինչև վերջ անգլերեն սովորելով առանց իմացության դուրս են գալի։ Կարող եք ինձ բացատրել, այդ դասատուն 10 տարի ինչ է ամրափոց տա։ Ով այս հարցը տալու։ Եթե ոչ պետությունը։ Բացի դրանից էլ, այո, մարդիկ էլ կամ դպրոցն ավարտած, բուհն ավարտած, բայց հիմա դարը փոխվել է։ Այո, պետությունը պետք է
կազմակերպի այդ լեզվի կենտրոններ, որոնք 3-ից 5 տարի պետք է Հայաստանում աշխատեն եւ լեզվի իմացության մակարդակը Հայաստանում էապես բարձրանա։ Անգլերեն լեզվի, այո։ Հատկապես եթե մենք ձգտում ենք դեպի Եվրամիություն։ Ոչ միայն Եվրամիություն։ Ձգտեք դեպի, չգիտեմ, մերձավոր արևելք, արաբերեն եք խոսելու։ Էլի անգլերեն եք խոսելու։ Աֆրիկա տեղի լեզուներով եք խոսելու։ Չէ, անգլերեն եք էլի խոսելու։ Ուզեք, չուզեք։ Չինացիների հետ չինարեն եք խոսում։ Դե չէ, էլի անգլերեն եք խոսում, հասկանում եք։ Սրա մասին է խոսքը։ Լատինական Ամերիկայել որ կգնաք, չգիտեմ, իսպաներեն քանի իմացող այստեղ գտնեք, բայց անգլերեն են խոսում։ Այո։ Որտեղ այնտեղ երկրորդ լեզուն, որին պետք է քաղաքացիները տիրապետեն, ուզեն չուզեն անգլերեն։ Վերջ։ Այնպես որ սա լուրջ խնդիր է։ Լրջագույն խնդիր է։ Լրջագույն է, որ Ռուսաստանում այո այդ կարող են արձագանքել։ Բնականաբար, որովհետև այս լեզվի չիմացությունն է նաև նպաստում Հայաստանի մեկուսացվածությանը, խեղճությանը։ Աշխատուժի այո, աշխատուժն էլ որ գնա իրենց մոտ բատրակ աշխատի, որ գնա իրենց մոտ, հետո էլ նախիրի նման գտնեն 300 փալասի բերեն մեր դեսպանության դեմը միտինգ անել տան մեր դեմ։ Կիսա հայերեն, կիսա ռուսերենով, չէ՞։ Ինչ եք վիրավորում, պարոն Մեհրաբյան։ Նրանք վիրավորանքի արժանի են, նրանք ընդհանրապես պոլիշորերին, երբ անվանում ես պոլիշոր, դա վիրավորանք չի, դա փաստի արձանագրում է։ Եթե մարդ պահում է իրեն որպես պոլիշոր, նրան անվանում են պոլիշոր, ինչն է սրա վիրավորանքը։ Ինքն իրեն է վիրավորել։ Ես ինձ մնում է միայն փաստն արձանագրել, սրա մասին է խոսքը։ Եթե ունեն դժգոհություններ, չարտահայտեին իրենց դժգոհությունը։ Մտահոգված են քաղաքացիներին դուր չի գալիս այն գործունեությունը, որը իշխանությունը Որ քաղաքացիների։ Դե հիմա ես անձնապես չգիտեմ այնտեղ Հայաստանի քաղաքացիներ էին, որոնք Ռուսաստանում էին, թե Ռուսաստանում ապրող հայեր։ Հիմա տարբերությունը արդյոք շատ մեծ է։ Ուրեմն իրանց գործը չի։ Հայաստանի Հանրապետությունը ինչ քաղաքականությունն է տանում կամ չի տանում, եթե նրանք Հայաստանի քաղաքացի չեն։ Հայաստանի քաղաքացի էլ ես, արի ստեղ ինչ ուզում ես արա։ Հայաստանում այդ ամենը ազատ է ի տարբերություն այդ երկրի, որը վերածվել է կոնցլագերի։ Բայց թույլատրված է այ նման փալասներին անել նման դեմարշեր Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս սրա մասին է խոսքը։ Վել եմ ասում, սա վիրավորանք չի, սա փաստի արձանագրում։ Վերադառնալով Եվրամիության հետ համագործակցությանը, պարոն Մեհրաբյան, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար։ Սա այն 12 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որ Եվրամիությունը պատրաստում էր Հայաստանին տալ ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստ։ Նախնականով կար հատկացում, որ պետք է Հայաստանին տրամադրվի։ Այո, հենց այս նպատակով Ռուսաստանի չարորակ ներգործությանը դիմագրավելու համար, հիբրիդային ներգործության։ Նա Արարատ Միրզոյանը մեկնել է Բրյուսել եւ այսօր այո այդ հարցը քննարկվելու է։ Արդյունքներն էլ բարձ կդառնան։ Չէ, հատկանշական է, որ Հայաստանն է խնդրել, նշանակում է իսկապես գիտակցումը կա վտանգների եւ նաեւ պատրաստակամություն կա այդ ամենի դեմ պայքարելու։ Շատ ուշ է գալիս, հա, երբ որ արդեն 6 ամիս, 5 ամիս է մնում ընտրություններին նոր հասկանում են։ Գոնե ձեզ հետ անձամբ, հա։ Այո։ Ես քանի անգամ եմ ասել սրա մասին։ Բաց հրապարակային, որ այս վտանգը կա։ Չէ՞։ Այո։ Դե ասողին լսող է։ Եվ ուսանք արդյունավետ կօգտագործվեն միջոցները, որոնք մենք միայն պետք է շահագրգռված լինենք դրանում, որ ռուսական ազդեցությունը Հայաստանում ուղղակի զրոյացվի։